ինչքան ինձ հիշում եմ, ինչ նկարել եմ, փոքրուց գնացել եմ տարբեր խմբակների, զբաղվել եմ նկարչությամբ, դե պարզ է ավելի հասուն տարիքում 16-ից սկսած արդեն զբաղվել եմ ավելի պրոֆեսիոնալ, ավելի լուրջ եմ նայել իմ դիմաց դրված խնդիրներին ու նպատակներին։ Ոգեշնչման աղբյուրը ինձ թվում է եղել է իմ ներսում, ինձ միշտ հետաքրքրել է այս աշխարհը, ես ուսումնասիրություններ եմ կատարել, շատ եմ սիրում նայել տարբեր նկարիչների աշխատանքներ, ընթերցել իրենց կենսագրությունները։ Ես միշտ նկարել եմ, մայրս մեծ ուշադրություն է դարձրել այդ ամենին եւ փոքրուց ինձ տարել է տարբեր խմբակներ, հետո ես ընդունվել եմ բարձրագույն որպես այդպեսին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, այնուհետև ընտանիքիս հետ տեղափոխվել ենք Մոսկվա, որտեղ ես շարունակեցի իմ կրթությունը եւ վերջերս ավարտեցի կարմիր դիպլոմով եւ վերադարձա հայրենիք ու իմ պարտքը համարեցի այստեղ ունենալ ցուցադրություն, քանզի Ռուսաստանում արդեն հասցրել էի ունենալ ճանաչում, ստեղծել նկարչական գործունեության պատմություն, իսկ այստեղ ոչինչ չի հասցրել, քանի որ առաջի կուրսի ուսանող լինելով լքել եմ ստիպված Հայաստանը։ Եվ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Փյունիկ զարգացման կենտրոնին, քանի որ այստեղ ես կատարեցի իմ նպատակը եւ առաքելությունը։ Ունեի արդեն աշխատանքներ, որոնք կազմում էին շարք, կապույտ շարքի մասին է խոսքը, նաեւ ունեի աշխատանքներ, որոնք եւս ցանկանում էի ցուցադրել եւ ընդհանուր խոսակցություններով որոշեցինք Սոֆիայի հետ կազմակերպել Սոֆիաներ առաջարկել սկզբում, բայց այդ ժամանակ դեռ ես պատրաստ չէի եւ երբ ես հասկացա, որ արդեն ես պատրաստ եմ, ինքս դիմեցի Սոֆիային։ Ես համարում եմ, որ իմ աշխատանքները ունեն իմպրեսիոնիստական, պոստիմպրեսիոնիստական եւ տեղ-տեղ էքսպրեսիոնիստական ուղղվածություններ։ Ինձ ոգեշնչում է բնությունը, սիրում եմ նկարել դիմանկարներ, առեղծվածներով լի նկարներ, սիրում եմ նկարներից միջոցով քարոզել գաղափար, պահել առեղծվածներ, ցույց տալ ու ստեղծել հիմնականում էմոցիոնալ դաշտ դիտողի եւ իմ կտավների միջև եւ այդպիսով հասկանում եմ, որ իմ կտավները ապրում են, քանի որ առնչվում են մեկ այլ հոգու հետ։ Առիթ ունեցել եմ արդեն վերնագրելու աշխատանքներս, երբեմն աշխատանքը սկսելու հենց սկզբում արդեն պատկերացնում եմ վերնագիրը ինչպես կլինի կամ ինչ թեմայից է ծնվել իմ աշխատանքը, երբեմն վերջում մի փոքր ավելի դժվարությամբ վերնագրում եմ, աշխատանքներս այո վերնագրված են, ամենասիրելի աշխատանք որպես այդպեսին չկա, քանի որ ես բոլոր աշխատանքները իրոք շատ եմ սիրում ու իմ համար կարևոր տեղ են զբաղեցնում, որպես այդպեսին կարող եմ առանձնացնել հոգի աշխատանքը, քնած մեծի աշխատանքը, մեր սերունդը Հայաստանում հայրենի հողի վրա նկարված նկարները ինձ համար ավելի հեշտ են տրվում, ավելի կարծես թե լավ ու արագ եմ նկարում, իսկ Ռուսաստանում ավելի դժվարանում եմ։ Տարբերություն որպես այդպեսին այդքան էլ չկա, ավելի շատ ինձ թվում է իմ նկարչական գործունեության հետ կապված ունեմ մեծ առաջընթաց, հասցրել եմ ցուցադրություն ունենալ Սանկտ Պետերբուրգի նկարիչների մեծ սալոնում, Մոսկվայի նկարիչների միության սալոնում, բազում միջազգային մրցույթներ, նաև on-line հարթակներում եմ հասցրել։ Անկեղծ ասած, սպասվածիցս ավելի լավ կարծիքներ հնչեցին եւ ինձ դա շատ է ուրախացնում։ Կցանկանամ այս ամենը ինձ համար վերցնել ինչպես ոգեշնչման աղբյուր եւ նկարել, շարունակել, փորձել անել ավելին, ավելի լավ էմոցիաներ, ավելի լավ արձագանքներ լսելու ու տեսնելու համար։